Օմանի ծոցի ջրերում մեկնարկում են Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են Ծովային անվտանգության գոտի 2025։ Բացման արարողությունը տեղի ունեցել Իրանի Չաբահար նավահանգստում։ Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցեն Ռեզկի, Ալդար Ցիդեժնապով, կորվետներ և խաղաղօվկիանոսյան նավատորմի Պեչենգա միջին ծովային լցանավը, հայտնում է ՊՆ-ն։ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում մի քանի օրվա ընթացքում անձնակազմը կզբաղվի գրաված նավերի ազատման, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքներով, ստորջրյա հաղորդակցությունների պաշտպանության, ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա հրետանային կրակի կիրառման առաջադրանքներով։ Իրանը զորավարժություններին կուղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմանավեր և ծովային հետևակայիններ, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Թեհրանն ընդգծել է, որ զորավարժությունների նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է և մասնակից երկրների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնումը։ Ի թիվս այլնի, զինվորականները նախատեսում են մշակել միջազգային ծովային առևտուրը պաշտպանելու և ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի ծրագրեր։ Իր հերթին Չինաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժություններին կուղարկեն Բաոտու կործանիչը և Գոաուլիչ ինտեգրված մատակարարման նավը։ Գերատեսչության տվյալներով զորավարժությունները նպատակ ունեն խորացնելու փոխվստահությունը և պրագմատիկ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ընդհանուր առմամբ վարժանքներին կմասնակցեն շուրջ 15 նավ, օժանդակ նավեր և մարտական նավակներ, ինչպես նաև ռազմածովային ավիացիայի ուղղաթիռներ։ Որպես դիտորդներ կմասնակցեն Ադրբեջանը, Իրաքը, Ղազախստանը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը։ Ծովային անվտանգության գոտի 2025 զորավարժությունները Իրանի հովանու ներքո անցկացվում են արդեն 7-րդ անգամ։ Դրանք առաջին անգամ անցկացվել են Արաբական ծովում 2018 թվականին։ Զորավարժությունները տեղի կունենան մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված Ամերիկա-Ուկրաինա բանակցությունների ֆոնին։ Ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթկոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ Ուկրաինայից հանդիպմանը ներկա կլինեն նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսյան, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Անդրեյ Սիբիհան և Ռուստեմ Ումերովը։